Գոյամարտ սերիալի վերջին զարգացումները դարձան ամենահուզիչներից ու հոգեբանական առումով ամենածանրերից մեկը։ Սերիալը հիմա արդեն ոչ միայն ընտանեկան հակամարտության կամ վրեժի պատմություն է, այլ մարդկանց ներքին փլուզման մասին պատմություն, որտեղ յուրաքանչյուր հերոս ապրում է իր անձնական դժոխքի մեջ։ Ամենահուզիչ գիծն անկասկած կապված էր Դավիթ պապի ու Ռաֆի տեսարանի հետ։ Շատ հեռուստադիտողներ սկզբում մտածեցին, թե գուցե սերիալը նոր շրջադարձ է պատրաստվում և Ռաֆն իսկապես կենդանի է, բայց տեսարաններից արդեն պարզ դարձավ, որ դա իրականություն չէր։ Դա Դավիթ պապի պատկերացումն էր, նրա կարոտը, նրա ցավը, նրա ենթագիտակցությունը, և անկեղծ ասած այդ տեսարանները այնքան մարդկային ու ծանր էին, որ շատերին հուզեցին մինչև արցունքներ։ Դավիթ պապը պարզապես որդի չի կորցրել, նա կորցրել է իր կյանքի մի մասը։ Ռաֆը նրա հպարտությունն էր, հույսը, ընտանիքի հենարանը։ Եվ հիմա, երբ ընտանիքը նորից քանդվում է իր աչքի առաջ, այդ կորուստը կրկնակի ուժով է վերադառնում։ Մարդով տարիներ շարունակ փորձել է ուժեղ մնալ բոլորի համար, ներսում այլևս չի դիմանում։ Եվ հենց այդ պատճառով էլ սկսում է պատկերացնել Ռաֆին։ Այդ տեսարաներում ամենացավոտ պահերից մեկն այն էր, որ Ռաֆը հարցնում էր իր երեխաների մասին, իր 4 երեխաների մասին, Մարկի ու Մանանի մասին ևս։ Բնականաբար պապն իրեն մեղավոր է զգալու, որովհետև նա չկարողացավ գտնել Մարկին, իսկ Մանանն էլ տնից հեռացավ, ամուսնացավ առանց եղբայրների ներկայության։ Այս ամենը շատ խորհրդանշական էր, որովհետև նույնիսկ Դավիթ պապի ենթագիտակցության մեջ Ռաֆի ամենամեծ ցավը երեխաներն են՝ Լեոն, Դավիթը, Մանանը։ Կարծես նույնիսկ մահից հետո Ռաֆի կերպարն անհանգստանում է նրանց համար, և Դավիթ պապն այս պահին բառացիորեն կոտրվում է ներսից, որովհետև ինչպես պատմի որդուն, որ ընտանիքը փլուզվում է, ինչպես ասի, որ Լեոն ամեն օր պատերազմի մեջ է, Դավիթը մահվան եզրին է վերադարձել, Մանանն ամուսնացել է թշնամու ընտանիքում։ Այդ տեսարանը շատ խորը իմաստ ուներ։ Դավիթ պապը ոչ միայն կարոտում է Ռաֆին, այլ իրեն մեղավոր է զգում։ Շատ հնարավոր է ներսում մտածում է, որ եթե Ռաֆը ողջ լիներ, այս ամենը տեղի չէր ունենա։ Եթե լիներ ընտանիքի կողքին, գուցե երեխաներն այսքան ցավ չկրեին։ Եվ հենց այդ մեղքի զգացումն է նրան հասցնում այն վիճակին, որտեղ արդեն սկսում է պատկերացնել որդուն։ Շատ կարևոր էր նաև այն, թե ինչպիսին էր Ռաֆի կերպարն այդ տեսարանում։ Նա հանգիստ էր, տխուր, բայց սիրով լի։ Կարծես նա ոչ թե եկել էր դատելու, այլ հասկանալու, և դա ավելի ծանր էր դարձնում ամեն ինչ, որովհետև Դավիթ պապն իր ներսում դեռ խոսում է որդու հետ, դեռ ապրում է նրա ներկայությամբ։ Սա ցույց է տալիս, թե որքան խորն է այդ կորստի վերքը։ Բայց եթե Դավիթ պապի գիծը հոգեբանական ցավի մասին էր, ապա Լեոյի գիծն արդեն բառացի ինքնակործանման մասին է։ Լեոն կրկին մասնակցում է փողոցային մարտերին, և այս անգամ ամեն ինչ շատ ավելի վտանգավոր ընթացք է ստանում։ Նա ուղղակի ընկնում է գետնին հակառակորդի հարվածից։ Այդ տեսարանը շատ ծանր էր, հատկապես այն պատճառով, որ դրան ականատես եղավ Դավիթը։ Սա սովորական մենամարտ չէր։ Սա եղբոր աչքերով սեփական եղբոր կործանումը տեսնելու պահն էր։ Դավիթը վերջին շրջանում շատ է փոխվել։ Կարծես սերիալը հատուկ ցույց է տալիս, թե ինչպես է անցյալի ցավը փոխանցվում հաջորդ սերնդին։ Ռաֆը ժամանակին նույնպես ապրում էր պայքարի մեջ, և հիմա Լեոն գնում է նույն ճանապարհով։ Դավիթ պապը դա զգում է։ Գուցե հենց դրա համար էլ նրա ենթագիտակցությունը վերադարձվում է Ռաֆին։ Կարծես ներսում վախենում է, որ պատմությունը կրկնվում է, որ կարող է կորցնել նաև Լեոյին։ Եվ սա է հիմա սերիալի ամենամեծ ողբերգությունը։ Այս ընտանիքում մարդիկ իրար շատ են սիրում, բայց չեն կարողանում փրկել միմյանց ցավից։ Լեոն միայնակ է իր պայքարում, Դավիթ պապը միայնակ է իր հիշողությունների մեջ, Դավիթը միայնակ է իր վախերի մեջ, Մանանը միայնակ է իր ընտրության մեջ, Լեոն միայնակ է ճշմարտության որոնման ճանապարհին, և թվում է առաջիկա սերիաներում այդ ներքին պատերազմները դեռ ավելի են խորանալու, հատկապես հիմա, երբ բոլոր գաղտնիքները կամաց սկսում են բացվել, իսկ հերոսներն այլևս ուժ չունեն թաքցնելու իրենց իրական ցավը։ Ավելին, հեռուստասերիալում հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև Հունանի և Աբոյի մեջ։ Աբոյին քնաբեր տվեցին ու որոշեցին նրան ինչ-որ տեղ տանել, բայց Աբոն հանգիստ թշնամի չէ, նա շատ վտանգավոր է, և ինչպես պարզ դարձավ այսօրվա սերիայից, Աբոն ոչ միայն կարողացավ փախչել, այլ նաև հարվածեց Հունանին, այնպես ինչպես Հունանն էր իր եղբոր գլխին նման հարվածով հարվածել։ Եվ սա, այո,
վրեժ էր, վրեժ, որը նա այսքան տարիներ պահել էր իր մեջ ու սպասել հենց այս պահին։ Ինչ է սպասվում Հունանին և Ավոյին։ Տեսախցիկներն արդեն ֆիքսել են, թե ինչ է կատարվել Հունանի, ինչ է կատարվել Ավոյի հետ, և այս ամենը շատ շուտով բացահայտվելու է։ Արդյոք Ավոն հայտնվելու է բանտում այն ամենի համար, ինչ արել է, իսկ Հունանը նույն ժամանակ բանտում չհայտնվեց տարիներ առաջ։